Մեր սիրելի մայրերուն, սիրո նվիրումի, խոնարհության, աղոթքի, զոհողության, համբերության եւ ներողամտության կյանքին օրինակ եղող Տեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ու գշնորհավորեմ մայրերու օրը։ Դերը օրհնե մեր բոլոր մայրերը, անոնք որոնք ներկա են եւ անոնք որոնք արցանց մեզ գեհդևին։ Հոդնգայս պիտի երգենք 840-րդ երգը։ Սիրելի մայրս, երբ կաղոթեր։ Մինչ ոտքենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա ընտանեկան կյանք մայրերու օրվա արդիվ թիվ 28-ը Արաքինի գինը ով կրնա գտնել
անոր քինը քոհարներեն շատ ավելի է, անոր էրգանը սիրտը անոր վրա վստահ է, ու ավարի գարոտ չլար, անիգա իր կյանքին բոլոր օրերում մեջ, անոր փարիկ կփերե եւ ոչ թե չարիք։ Անիգա քիշերով գելլե ու դանը մարդոցը գերագուր իր աղախիններում բաժին գուտա, արդիմը վրա գխորհի ու զանիգա ձախու գարնե եւ իր ցերքերում բդուղեն այքի գդնգե։ Իrdանը մարդոցը համար ծույնեն չի վախնար, քանզի բոլոր ընտանիքը գրգին հանդերձ հակած են, իրենց զածգոցներ գշինե, իր հանդերձը փեհեզ ու ձիրանի է։ Իր փերանը իմաստությամբ կփանա եւ իր լեզվին վրա քաղցրության օրենք կա, իր դանը ջամփաները գքննե եւ ձուլության հացը չուդեր։ Վայելչությունը սուդ է, ու քեղեցկությունը ունայն է, սակայն դերոջ մեր բաղցող գինը պիտի քովվի, դվեք անոր իր ցերքին բդուղեն, ու անոր փորձերը թռներու մեջ քովեն զանիգա։ Դեր օրդներ խոսքին ընթերցումը գահրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոջ կահում մոդեցնե։ Մեր սիրելի եւ բաշխելի հայրը, որքան փառք ունենք այս օրհնյալ առիթին համար, որ մեզի շնորհեցիր այս բահը եւ դեր դաջարիտ մեջ դարձյալ գրցանք հավաքվել, առողջ ենք, ողջ ենք, գխոսենք, գշնչենք, գշարժենք, այո դեր մենք քեզմով գաբրինք եւ դեր փառք ունենք, որ քեզի պես ըսկանչելի հայր ունենք, որ դեր մեզ գործնե մինչ գաբրինք այս չար աշխարհի մեջ ֆիզիկապես դգարություններով, թերություններով հանդերձ, դու մեզ գսիրես եւ գուզես մեզ օրհնել, ուրախացնել եւ մեր կյանքերը երջանկացնել։ Շնորհակալ ենք ով դեր մեր վայելած փարիկները անթիվ եւ անհամար են եւ այս բաուս հավաքապար գխոնարին քո արչեվդ եւ մեր կողունակությունը գահիտնենք եւ փառք կտանք այս պաշտամունքին համարալ, որ դեր գրցանք հավաքապար ներգալալ մանավանդ դեր այս մայրեր օրվա առիթով կհիշենք ով դեր մեր սիրելի մայրերը, մեծ մայրերը, անոնց առաքինությունները, փառք կտանք դեր անոնց կյանքին համար եւ գաղութենք, որ քո օրհնությունը հանգչի բոլոր մայրերուն եւ մեծ մայրերուն վրա։ Շնորհակալ ենք նաեւ մեզ մեկնող մայրերուն համար, որոնք օրինագելի կյանք ապրեցան, սորվեցուցին, գրթեցին մեզի եւ դեր մենք գրցանք քո ջամփանուրի մեջ քալել եւ հաստատվել։ Այո դեր մենք բարդական ենք քո սիրույթ եւ այն բոլոր կորձերուն, որոնք դու գադարած ես անցյալին ու ներգայիսալ գգադարես, օգնե որ բոլոր սիրտով քեզ սիրենք եւ դեր մեր նպատակը ըլլա քեզի փառք փերող զավակներ դառնալ, հատկապես դեր գաղութեմ հիվանդներուն համար, որոնք չգրցան գալ, անոնք որոնք դեր դժվարություններ ունին, անոնց մոտ երթաս, այո դեր թուն մեր նման երբ մարմինակար գրեցիր տեսակ դժվարություններ, նեղություններ գահսկնաս մեր վիճակներեն,
անոր համար դեր մենք գադարյալ վստահություն ունի քեզի քո ամենագարողության եւ անհուն իմաստությանը գխնդրեմ որ քո օրհնությունը հանգչի մեր պաշտամունքին վրա եւ խոսքիդ մատակարարությունը բոլորիս օրհնություն եւ շինություն դարձնես հիշեդեր նաեւ մեր հայրենիքը ողորմիս մեր ժողովրդին դեր մենք շրջապատված ենք թշնամի երկիրներով այնպեսի գարավարություններով որոնց առջև մենք ապմը հողենք ոչինչենք բայց դեր մեր հույսը թունես գխնդրենք դեր քու հրաշներդ գադարես մեր ժողովրդի մեջ եւ միջոցով ըլլա որ դեր այս վերջին օրերու մեջ քեզի դառնանք միջ աշխարհ թեպի անգում գերտա մենք ալ դեր արթնանք ազգովին քեզ բաշտենք եւ դեր ուղիղ սիրտով քեզի հետ քալենք դեր հիշեխրովյալ երգիրները խաղաղությամբ այցելես գխնդրենք այս ամենը անարժանապար քու միածին որդվույթ մեր սիրելի փրկին դեր Հիսուսի անունով ամեն Ամեն Մեր պարապանությունը շարնագենք երկելով 661-րդ երկը, որ մեդո պեմ բիդի հրավիրեմ լիանակույրը, որ մեզի բիդի արդասան է, բարույր սևագեն մոր ծերքերը։ Գհրավիրեմ լիանակույրը։ Բարև սիրելիներս, այս հարմար առիթով գշնորհավորեմ բոլոր մայրերին, մեծ մայրերին եւ գալիք մայրերին։ Թող Աստծո սերը, իշխանությունը եւ խաղաղությունը մեզ բոլորիս հետ լինի։ Մոր ձեռքերը, բարույր սևակ, մոր ձեռքերը,
Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, պսակվելիս ոնց են պարել այս ձեռքերը, ինչ նազանքով, երազանքով, լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, առաջնեկն է, երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը, ինչեր չարժեն այս ձեռքերը, ինչես ասես, որ չեն արել այս ձեռքերը, երկինք պարզացություն են դարձել այս ձեռքերը, որ չփլվի իր տանսյունը, կրվից որդին դառնատունը, քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը, խոր լռությամբ, համբերությամբ, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, եկեք այսօր մենք համբուրենք այս ձեռքերը, մեզ աշխարհում ծնած, մեզնից երբեք չկշտացած, լված կանող, փոշի մաքրող, մեր կյանք տվող այս ձեռքերը, բայց կոշտացած ու թոշոմած, բայց մեզ համար մետաքսի պես սուրբ ձեռքերը։ Շնորհակալ ենք Լիանա քույր։ Պիտի երգենք դարձյալ 461-րդ երգը, որուն երրորդ տունը զանց պիտի անենք։ Քեղեցիկ ամեն շենքեր, երբ սեր կա դան մեջ։
Շնորհակալ ենք Վիքի Մարիթակույր դերորդն է եւ լակ միշտ առողջ Աստծո խոսքեն երկու համարներ պիտի գարտամ մեզի ցանոթ քլուխ մնե ուրեմն Ուգասուի ավետարանին առաջիներորդ քլուխն է առաջին քլուխ հրեշտակը գահիտնվի Գույս Մարիամին Կարդացված համարը պիտի ըլլա 28 եւ 38 Գսե ու հրեշտակ անոր քալով ըսավ Ողջուն քեզ ով շնորհնգալ Գույս Դերը քեզ հետ է թուն գանանց մեջ օրհնյալ ես 38-րդ համարն Մարիամ կպատասխանե եւ Մարիամ ըսավ ահա ես Տերոջը աղախինն եմ Քու ըսածիդ պես թողլա ինձի ու հրեշտակ անոր քովեն քնած Վիքին երկած երկնալ այս է քու գամքը դեր ըլլա Երանի թե մենք գալ գարենանք միշտ
ըսել ով դեր քուգամքդ օրհնյալը լա։ Այսօր մայրեր օրը եւ որքան փառք ունենք Աստծո մեր մայրերուն համար, մեծ մայրերուն համար, անոնց ցուցաբերած զողություններուն համար, անոնց սիրո արտահայտություններուն համար։ Նաեւ գշնորհավորեմ ձեզ, որ հոսեք եւ անոնք, որոնք մեզ գտիդեն թիմադեդրի կամ YouTube-ի միջոցով թող Աստծո օրհնություն հանգչի բոլոր մայրերուն վրա, առողջլակ եւ կարենակ ծեր ծառայությունը մատուցել ծեր ընտանիքին, զավակներուն եւ թորնիկներուն, եթե անշուշտ գթույլադրեն, ադալ ուրիշ հարց է, փոփոխական աշխարհի մեջ կապրինք, բայց աղոթեցեք, որ Աստված հատուկ իմաստություն տա։ Շատ քեշ օրերու մեջ կապրինք եւ մորը թերը բազմագողմանի է, Աստվածային իմաստության կգարոդի, որ եւ մենք ալ որպես այրեր պետք է աղոթենք մեր դիգիներուն համար, որպեսզի Աստված պահես իրենք իր շնորհքի մեջ։ Մայրեր արժանի են քնահատվելու, մանավանդ առաքինին մայրերը, որոնք քիդագից են Աստվածաշունչով մեծած եւ իրենց գոչումին քիդագից իրենց զավակներուն գտաստիարագեն Աստվածաշունչով, ինչ որ թյուրուն չէ Աստվածաշունչով, երբ մեր փոքրիկները բադանուիներ օրական ժամեր կհատկացնեն դպրոցեն ետքը իրենց բռնած գործիքին հետ եւ հոնդերեն ինչ սխալ միտքեր կգարնեն, ինչ բաներ կտեսնեն եւ հիմա մայրը Աստվածաշունչով ժամանակ պիտի դա եւ դաստիարակե Աստծո խոսքի դիման վրա, որքան դժվար է, անորաբար Աստվածային իմաստության գարիքը ունենք։ Իմաստունը Սողոմոն գսե առաքինի գնոջ ագնարգելով անոր որդիները կգանքնին ուզայն երանելի կգոչեն, անոր ամուսիննալ զայն կքովե, Արագած 31:28։ Սուրբ Գիրքի մեջ երևելի գիներու մասին կգարտանք, անոնց հավատքի մասին, անոնց իմաստությունը, համբերությունը, նվիրումը, աստվածաշտությունը եւ իրապես անոնց կյանքը օրինագելի է։ Երբ երևելի գիներուն շարքին այսպես ուսումնասիրենք Սուրբ Գիրքի մեջ, գույս Մարիամ բացառիկ դեղ կգրավե։ Գաբրիել հրեշտակը սավանոր, ինչպես կարդացինք, գանանց մեջ օրհնյալ ես։ Եսայի մարգարեություն հրաձեր, որ Մեսիան գույսեմը պիտի ծներ, Եսայի 7-րդ գլուխի մեջ, եւ բազմաթիվ հրյա աղջիկներ գփափակեին Մեսիայի մայրը ըլլալու բադիվը ունենալ։ Եվ ոմանք ալ մասնավոր գույս կմնային այդ նպատակին համար։ Սակայն այդ բադիվը Մարիամի վիճակվեցավ։ Եվ գուզեմ այս շնորհնգալ գնոջ գարկմը առաքինությունները հիշել եւ նույնիսկ այս է ինչ որ հրեշտակը սավ շնորհնգալ գինը։ Առաջին գուզեմ հիշել անոր հանդարտությունը, ինչ որ այսօր թյուրուն չէ երևիլ մարդուն հանդարտել։ Երբ մարդիկ հրեշտակ կտեսնեն, ընդհանրապես գվախտան, ինչպես նկատի կառնենք հովիվներու բարական, երբ անոնց հայտնվեցա, վախցան, հովիվները վախցան։ Նաև Զաքարիա քահանան վախցավ, երբ հրեշտակ իրեն հայտնվեցավ։ Երբ Մարիամի հայտնվեցավ, շատ հանդարտ կտեսնենք, նույն հրեշտակը հայտնվեցավ եւ ան չվախցավ։ Հոս քեղեցիկ թասմը կարելի է մեջտեղ հանել, որ ան, որ հեզ է, արդարությամբ կգալե, Աստուծո հետ շիդակ հարաբերության մեջ է, Աստուծո կողմէ ղրկված պաշտոնյաներեն
չվախնար ան հանդարտ կմնա կյանքի բոլոր բարականերու մեջ երկրորդը գտեսնենք անոր անգերց հավատքը երբ հրեշտակը իրեն ասավ որ պիտի հղանար որ որդի պիտի ունենար եւ անունը Հիսուս պիտի տներ Մարիամ հասկանալ ուզեց թե ինչպես գիմ մգրնար հղանալ առանց այր մարդ ճանչնալու այնպես որ այդ հարցումը դեղեցություն գենթատրե ոչ թե թերահավատություն անհավատաց ըսվածին բայց ինչպես անգերձ էր Եվ երբ հրեշտակը բացատրեց, թե բարձրելուն զորությունը իր վրան Հովանի պիտի ըլլար, Մարիամ համոզվեցավ ու հրեշտակին ասավ, քու ըսածիդ պես թող ըլլա ինձի։ Աստված կուզե, որ մենք հարցնենք, ինչպես, ինչու, գահավատակ, ասոր, ինչ որ ըսի, Աստված գուզե, որ անոր երթաս և հարցնես, ինչու, ինչպես, բայմանա, որ անգեղծ, հավատքով երթաս, հեզուկյամբ երթաս։ Հավատաց, այսինքն վստահեցավ, ըսավ, եթե Աստված այդպես գուզե, թողըլլա։ Քիծավ, հավատք ընձայեց, լսած խոսքին և ասավ ով դեր եթե տուն այդպես կուզես թողըլլա այդպես մեր բարակայնալ նույնը պետք է ենք երբ Աստված մեզի գխոսի պետք է ասենք օրհնյալ լակու գամքդ այդպես կուզես այդպես թողըլլա Աստված հիմա այո հրեշտակներով չի խոսիր մեր ըմբռնումով երազի մեջ դեսիլքով իր խոսքով գխոսի և մենք ալ պետք է Մարիամի նման ասենք Քու գամքդ օրհնյալը լա, քու ուզածիդ պես թողըլլա քեզի։ Ան որ փարիկ մգնե մեգումը միշտ շնորհակալություն գայտնե եւ Մարիամ այս բադիվ իրեն մեծ օրհնություն մտածեց Մեսիային մայրը ըլլալու եւ ասավ քու ուզածիդ պես թողըլլա Մենք ուրեմն նույնը պետք է ասենք, մեր կյանքի մեջ ինչ օրհնություններ գվայելենք, հոգատարությունը Աստծո, անոր պաշտպանությունը եւ վստահելու ենք անոր եւ ասենք ով դեր քու ըսածիդ պես թողըլլա։ Երրորդ կտեսնենք անոր հոժարությունը սխալ հասկացվելուն։ Այսալ դժվար էր, թյուրին չէր։ Բատմության մեջ լսված չէ գույսի մհղանալը առանց այր մարդ ճանչնալու։ Մարիամին համար դժվար պիտի ըլլար թրացիները, ազգականները եւ շուրջինները, քյուղացիները համոզել, որ իր վիճակը հարազատ բարակամն էր, որովհետեւ փսպսունքներ եւ չար նայվածներ Պիտի ուղվեին Մարիամին, եթե նկատի առնենք այն ադեմվա մշակույթը, գասկածի և զրվարդության առարգա պիտի դառնալ և այդ բարակային մեջ լրել բոլորին լուր գենալ, ասի թյուրին չէ, գիտեք ով գրնա անել այս, միայն ան, որ իր եսին մերած է, իր եսին, այդ գրնա անել և Մարիամ այդ թիրքը հայտնելով ցույց տվավ, որ ինք եսին մերած է, քու ըսածիդ պես թողըլլա։ Մարիամեն սորվելիք շատ թասեր ունինք, որոնց մեկը լուր գենալ, երբ մեզ սխալ կհասկնան ու կզրբարդեն մեզ։ Անգեղծ եղիր, թյուրին է այս։ Ես անոր խոսքին դագը չեմ մնար, անգարելի է, թող չի խորի, որ ես խրպոյ եմ, գամ խելք չունիմ, ոչ, անոր խոսքին դագեն գրնամ ելնել, թյուրին չէ, բայց եկեք սորվինք Մարիամեն, վեճի ու գրիվի
մի պատրաստվիր, երբ քեզ սխալ հասկացած են, քո Աստծեից սխալ գխոսին, հանդարտության մեջ քութադդ Աստծո անցնե եւ ան արդարությունը Երևան պիտի անե ուշ կամ գանուխ, անպայման պիտի հանե։ Չորրորդ վճարելիք բարձր քին մգդեսնենք, որ Մարիամ հոժարեցավ, հոժար էր այդ մեծ քինը վճարելու։ Առաջին լուրջ կասկածողը իր նշանածը Հովսեփը եղավ։ Բնական է, կպատկերացնենք, քրված չէ Հովսեփ կասկածեցավ, բայց պատկերացուցեք վիճակը։ Հղի մնալը անհավատարմության վերակրեց եւ որոշեց զինք թողել։ Եվ այս դրամապանական է, շատ դրամապանական է։ Մարիամ գիտեր իր անմեղությունը, բայց ինչպես կարենար խոսք հասկացնել։ Դժվար վիճակի մեջ էր, բայց որովհետև խնդիրը Աստծո ցկած էր, Աստվածալ Մարիամի բադիվը պաշտպանելը հանցնարավ եւ երազոմը նշանածին Հովսեփին երևցավ եւ սավ որ իր մտածությունեն ետ կենա եւ զայն ընդունի իր կով իրապես Մարիամեն սորվելիք շատ թասեր ունին բայց ով հոժար է սորվելու մարդիկ հոժար են Մարիամը կովելու փարապանել անոր բարեխոսությունը խնդրել սակայն հոժար չեն անգե թասեր սորվելու մեկը իքզիկ թող չի խափե հոժար չեն անոր արաքինությունները որթեքրելու հոժար չեն անոր նման հանդար դլալու հոժար չեն անոր նման անգերց հավատք ունենալ առասված հոժար չեն անոր բես հեզլալու հոժար չեն այս պատճառով այդ բարձանքը զանոնք առաջնորդած է ավանդապաշտության եւ խաղապարապաշտության մարդիկ կուզեն Մարիամով բարձենալ սակայն չեն ուզեր Մարիամի նման ապրիլ չեն ուզեր անվայել գերբով եկեղեցի կմտնեն ուզածնին բես կյանք կաբրին մույս կողմեն Մարիամով կբարձենան փուչ սնոդի բարձանք է այս եթե Մարիամը գարկես իրեն նման գլաս հեզ գլաս գնվիրվիս Աստծո գհնազանդիս անոր խոսքին եւ գսես քու ուզածիդ բես թողլա ինձի Հինգերորդ անոր սուրբ քրային գիտությունը նշմարելի է անոնք որ բոլորսալ գիտենք թեփքը հրեշտակը Մարիամի գայտնվի եւ ան ինչպես օրհներքը լեցուն է հինգ դագարանեն արդված մեջբերումներ գնե հայտնի է որ գլսեր հինգ դագարանի քիրքերը դաջարի մեջ կամ գգարտար եւ շատ մը համարներ կոց կսորվեր անոր համար իմաստուն էր եւ մխիթարություն կդավ այդ քիրքերու մեջ քրություններու մեջ եւ հաղթական դուրս ելավ իր այդ վիճակեն մարդկային ակնոցով թիտված հաղթական դուրս ելավ Աստծո խոսքին գիտությունը ունենալը սկանչելի է հոսալ մեզի տասկա Գարտացեք Մարիամին օրհնելքը, ինչպես զասված գործներ գփարապանե։ Աստծո խոսքը գարտացող ու անոր հնազանդողը իմաստուն է։ Նեղություններու մեջ պիտի մխիթարվի ու կյանքի դժվարությունները հաղթությունով պիտի թիմակրավե, ինչպես կտեսնենք Մարիամի կյանքի մեջ։ Եվ վերջին առաքինությունն հիշեմ, անոր փարապանությունը երախտագիտությամբ լեցուն հոգիմը ուներ իր անարժանությունը աչքին արջևն է ամեն բան Աստծո շնորհքին գվերակրե ասված է որ գուտա
գբարսրացնե, գգերակրե, գոկնե, ուրեմն ըսավ պետք է զայն քովեմ, փարապանեմ, օրհնեմ, անոր առաքինությունները հիշեմ։ Մարիամի նկարակիրին ամենացայդուն հատկություններ խոնարհությունը, հեզությունը։ Այսօր համարալ Աստուծմե շնորհք կդավ եւ Հիսուսի մայրը եղավ։ Ով շնորհնգալ գին, շնորհներ ստացավ։ Խոնարհությունը ուզեմ շեշտել այս կետին վրա։ Խոնարհությունը նշանն է Սուրբ Հոգիով լեցվելուն։ Ոչ ոք Սուրբ Հոգի լեցունությունը հոլով է, երբ անհբարդ է։ Ինքսին կխապե իր շուրջինները։ Խոնար անձը գրնա դրամատրվել Սուրբ Հոգին, որբեսի ան առաջնորդ է կյանքը։ Խոնար անձը գրնա ասել քու ըսածիդ մեզ թողլա ինձի։ Խոնար անձը գրնա իր լեզուն զսպել եւ լուր գենալ, երբ շուրջինները զինք սխալ կհասկնան։ Հբարդ մարդը ուրիշներու լեզուն գուզե զսպել ու զանոնք լրեցնել։ Աս է հբարդին կորձը։ Բիրամայրը ընդրեց խոնարհությունը եւ իր թշվառությունը Աստծո անցնեց, Աստվածալ հadouk շնորհք ըրավ։ Ով շնորհնգալ գին։ Որպես մայրեր եւ ընդհանրապես որպես հավատացյալներ, եթե գուզենք Աստծուծմե շնորհք գտնել, պայմանը խոնարհությունն է։ Եվ խոնարհությունը ընդրություն է։ Անոնք որ գաղութեն ըսելով ով Աստված դուր ինձ խոնարհության բարգևը, այդպեսներուն Աստված կպատասխանե զավակս, ես խոնարհության բարգև չունիմ։ Իմ ունեցած բարգևներս եկեղեցին շինության համար են եւ ես ոմանց գուդամ, ոչ բոլորին։ Եթե գուզես խոնարհալ, ընդրե խոնարհությունը, գնդրես, եթե գնդրես, ընդրե, ազատ ես։ Անոնք որ գսեն դուր ինձ խոնարհության բարգևը, իսկության մեջ անոնք խոնարհությունը ընդրելու նպատակ չունին։ Անոր համար Աստծո վրա գնեն։ Դուր ինձ ես ըսի իրեն, խնդրեց չի դար, ուրեմն ինքն է հանցավորը։ Ինչպես որ քրիստոնյաներու մեծամասնությունը ըսպարազինությունը մեկ կողմ թրած են եւ գաղութեն ըսելով ով Աստված սատանային գրագոտ նետերը մարե, սատանան ինձ մեհերացուր եւ այս հրե այդ հրե։ Աստված գսե զավակս թուն պիտի մարես սատանային գրագոտ նետերը թուն պիտի մարես ես քեզի միջոցները հայթայթած եմ ըսպարազինվիր բայց դժվարությունը մարդոց խոսքը չեն գարտար լուրջ չունին Եփեսացված մեջ գադարյալ ըսպարազինությունը կա հակիր վրա եւ պիտի մարես թուն պիտի մարես Սատանա մեզ մեբի չի հերանա, Աստված սկիզբե մեզի լուր դվավ, ան մեր շուրջը գթարնա ատպես չենք կարդար, մրնչող արուծի պես մեր շուրջը գթարնա, երբ տեսնեմ ենք ըսպարազինված չենք, գուքա գահարցագի է մեզ իր ջիրաններում մեջ կարդա, այնպես որ պետք է ըսպարազինվիս, մարդիկ Աստվածաշունչը բահարանի մեջ թրած են, Եվ հadouk աղոտներ ցերքերնին թութագի նման գարդասանեն այդ աղոտները մինչև առաստաղ գահստին ուստի ավելի լավ է Աստծո խոսքը գարտալ եւ դրամատիրը լալ լսելու թե ան ինչ գսե Մարիամ ընդրեց խոնարհությունը եւ Աստծո շնորհք կդավ ինչ կնշանակե շնորհք գտնել Շնորհք գտնել կնշանակե ունենալ բաներ, որոնց արժանի չենք, սակայն այդ բաները ստանալու գարժանանանք, երբ գխոնարինք Աստուծո առջև։
Մեղավորը ինչպես փրկության շնորհքին գարժանանա, երբ կխոնարի, իր մեղավորը լալը գնդունի եւ Աստված շնորհ կնի, ամենամեծ մեղավորն ալ, երբ կխոնարի, Աստված շնորհ կնի։ Այնպես որ անոր խոնարհությունը ընդրած է իրեն համար մտափոխությունը հեշտ կդառնա։ Իսկ անոր հասկացած չէ հբարդությամբ անոր գբոդենա եւ գսե գիտես ես ով եմ, ես իմ նմանս չի գա, ես այս եմ, ես այլ եմ, այդպեսի մեկը շնորհ չի գնար ստանալ, Աստված շնորհ չուներ։ Ինչու համար շատեր չեն ապաշխարել, բիտքեր չեն փոխել, որտեղ հբարդ են, չեն ուզեր խոնարհիլ, ընտրել խոնարհությունը։ Ինչու համար շատ քրիստոնյաներ իրենց անձերուն վրա չեն աշխատիր, որբեսի քրիստոնեական սկզբունքներով ապրին, ոչ թե խոսին, որտեղ հբարդ են եւ հոժար չեն փոխվելու, ընտրած չեն խոնարհությունը, այսպես Աստծուց մեզ շնորհ չեն խնդրել։ Մարիամ օրինագելի մայր եղավ։ Երբ Գաբրիել հրեշտակը ասավ, գանանց մեջ օրհնյալ ես։ Գանանց մեջ ինչ գանանց գիներ գային, աղջիկ գույսեր գային, օրհնյալ ես դու։ Ինչ հիման վրա հրեշտակը այդպես ասավ, անոր խոնարհության, այդ հիման վրա ասավ։ Մարիամ դիբար մայրը եղավ եւ իրապես օրինագելի է ոչ թե միայն մայրերուն, գիներուն, հաբա նաեւ մեսիալ այրերուն։ Եկեք ոչ միայն անով բարձենանք, հաբա անոր նմանինք եւ ընտրենք խոնարհությունը։ Աստծուց մեզ շնորհք ստանալու միակ միջոցը խոնարհությունն է։ Թող մայրերը օրվարիթով ով շնորհնգալ գույս եւ կանանց մեջ օրհնյալ ես խոսքերը մեր սրդին ագանչներուն այնպես մհնչեն ամեն օր, որ այդ խոսքերը մեզ առաջնորդեն թեպի հեզություն, թեպի Աստված, որբեսի ան մեր միջոցովալ կործե։ Մեզ առաջնորդ է իր գամքի մեջ եւ մենք ալ պիտի կարենանք ասել քու ուզածիդ պես ըլլա։ Դեր օրհնե մեր բոլոր սիրելի մայրերը եւ մեծ մայրերը։ Այս բահուս ամեն տարի գիշենք, անշուշտ միշտ գիշենք, բայց այս հատուկ օրվա մեջ գիշենք նաեւ մեզ մեկնող սիրելի մայրերն ալ, մեծ մայրերն ալ։ Անոնք հիմա իրենց հանգիստը մտած են։ Մենք ալ պիտի միանանք, անոնցի շադակ օրհնյալլա։ Մենք դակավին գաբրինք այն հույսով, որ օրմը զիրենք պիտի տեսնենք։ Դերը ցեզ բոլորդ իր շնորհքի մեջ պահե, իբարս երրորդության, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջ խոսքին համար եւ դերը շնորհե որ ամեն մեկս հնազանդության, խոնարհության եւ նվիրումի հոգիով ապրենք, կործենք Տերոջ համար։ Պիտի վերջացնենք երգելով 518-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվի նաոտքով պիտի փակենք։ Դեր Աստծո ջամփան ամենեն լավն է։
Դեր Աստծո ջամը թող լայմին ով գիտեանորմը բերքերի կյանքին աջիրանին ուրցին Այով դեր պարկուդանք, որ պիրավորներ կուջամպուտ մեջ գկալեն, շնորհակալ ենք դեր մենգալ անոնց մե մասմը, ուքանք քո արջևդ կխոնարի քո մեծապարճան դարչև եւ պարկուդանք ամեն բանի համար։ Մանավանդ դեր այս հadouk բահվան մեջ պարկուդանք մեր մայրերուն, մեծ մայրերուն համար, գաղութեն որ հadouk երբով օրհնես զիրենք առողջ պահես անոնց միտքը հոգին մարմինը եւ դեր ուրախացնես զիրենք անոնց աղոթները պատասխանելով փառավորվե դեր յուրաքանչյուրիս կյանքի մեջ եւ լավ որ Մարիամի նման մենգալ քեզ բադվելու յետևելանք եւ միշտ գարենանք ասել քու ըսածիդ պես թողլա ինձի արցագես մեզ քու խաղաղությանդ փառքիդ համար ամեն Amen.